Բարիգալուսիվն է տաղավարում հյուրընկալել եմ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Հոկտանյան, վերջերս հրապարակվեց կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում անցած տարվա հետ կապված եւ ելի Հայաստանը ոչ միայն առաջընթաց չունի, այլ մեկ կետով նահանջել է։ Ինքը որքան հասկանում եմ վիճակագրական տեսանկյունից եւ ընդհանուր ցուցանիշների տեսանկյունից այդքան էական չէ, բայց այնուամենայնիվ համաթիվի եւ ինդեքսի չբարելավումն է կարևոր այստեղ կարծում եմ։ Ինչու է պայմանավորված, որ մենք չունենք ընկալման փոփոխություն, երբ մարդիկ ընկալեն, հասկանան, որ կոռուպցիան նվազել է Հայաստանում, եթե իշխանությունները ամեն օր գրեթե խոսում են, չգիտեմ, կոռուպցիայի դեմ զրոյական հանդուրժողականության, կոռուպցիոն զրոյացնելու եւ նման այլ քաղաքական կոշտ հայտարարություններ են անում։ Լավ, սկսենք ուրեմն նրանից, որ այո 2025 թվականի, 2024 թվականի համեմատ մեկ միավոր նահանջել է։ Հաշվի առնելով ուրեմն այդ վիճակագրական սխալը, անգլերեն standard error, որը 2.3-4 է, անցյալ տարվա այդ նույն վիճակագրական սխալի չափը վիճակագրորեն նշանակալի փոփոխություն չի։ Այսինքն դա եթե մաթեմատիկորեն ասենք, դա նշանակում է, որ հավանաբար կոռուպցիան չի փոխվել։ Սա ինչ է նշանակում, այսինքն կոռուպցիայի ընկալումը չի փոխվել։ Սա նշանակում է, եթե մենք նայում ենք նաև ժամանակային այդ կոնտինուումում, այսինքն 2018-19 թվականների տպավորիչ թռիչքից հետո նա մի փոքր նվազեց ու կանգնեց այդ 47-46-ի շրջակայքում, այսինքն ընկալումների լճացում է։ Եթե մենք ընդունում ենք, որ գոյություն ունի կոռելյացիա կոռուպցիայի մակարդակի եւ կոռուպցիայի ընկալման միջև, դա նշանակում է, որ մեր մոտ կոռուպցիայի իրավիճակի լճացում կա։ Հնարավոր է, որ այդ նույն, ինչպես ասեցի, այդ կապը ոչ գծային է եւ լինի ինչ-որ որոշակի տարբերություններ, բայց մենք իրավունք չունենք ասելու, որ իրավիճակը իրականում բարելավել է կամ իրականում վատացել է։ Մենք կարող ենք ասել, որ մենք ունենք լճացում։ Ինչու համար եմ սա ասում, որտեղ եթե ընկալումները չեն փոխվում, ինչպես դուք արդեն ձեր հարցում նշեցիք, կառավարությունը, իշխանությունները անում են ինչ-որ քայլեր ու կա հակակոռուպցիոն ռազմավարություն, որը կյանքի են կոչում, լավ թե վատ, ամենայն դեպս ինչ-որ բաներ կան, հակակոռուպցիոն մասնագիտացված կառույցներ, որոնց հաշվով մեր կազմակերպությունը միշտ ջատագովում էր, պայքարում էր, որ դրանք ստեղծվեցին հակակոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարաններ, դատախազությունում կա ապօրինի ծագում ունեցող գույքի վարչություն, այսինքն ինստիտուցիոնալ առումով, այսպես ասած, բեմը պատրաստ էր, մնում էր այդ ամենը կյանքի կոչել։ Ու այստեղ է, որ մենք գալիս ենք հաշվի առնելով, որ ընկալումները չեն փոխվել, մենք կարող ենք մի բան հստակ ասել, որ դա ընկալումների վրա չի ազդել, այսինքն իրավիճակը, սա ես անպայման պետք է նշեմ, որ այդ համաթիվը դա ոչ թե շարքային քաղաքացիների ընկալումն է, այլ բիզնեսների, գործարարների եւ փորձագետների, ընդ որում տվյալ երկրի եւ այդ երկրի հետ գործ ունեցող փորձագետներ, որոնք ասենք այս տարածաշրջանին ուսումնասիրում են տարածաշրջանը, գործարարներ, որոնք գործ ունեն Հայաստանի հետ։ Այսինքն, եթե նրանց ընկալումը ի վերջո մնացել է անփոփոխ, իսկ դա այդպես է, դա նշանակում է, որ այդ քայլերը չեն տալիս որևէ արդյունք։ 18-19 թվականին այդ բազային նախքանը Թավշյա Ոճբռնի հեղափոխությունը, այդ մակարդակի համեմատ, երբ որ մենք փորձում ենք հասկանալ, ընկալումը դա բավականին խորը սոցիալ-հոգեբանական երևույթ է եւ շատ բան նաեւ գալիս է ընկալման մեջ սպասելիքներից։ Իսկ 18-19 թվականին, եթե հիշենք այդ տարիները, մարդիկ մեծ սպասելիքներ ունեին, ակնկալիքները մեծ էին, որ ի վերջո եկավ մի իշխանություն,
Իմիջիայլոց ես հիշում եմ այն ժամանակ այդ միջազգային հանրապետական ինստիտուտը, որ պարբերաբար հարցումներ էր անում, ես բավականին, այսպես ասենք, հաճելիորեն զարմացա, որ քաղաքացիները, երբ որ հարցեր տվել, թե ինչու եք դուրս եկել փողոց, հարաբերական մեծամասնությունը 40%-ը պատասխանել էր, որտեղ կոռուպցիայի վիճակը վատ էր։ Այսինքն իսկապես կար այդ պահանջարկը, պատվերը կար, որ պետք էր լիներ։ Դա համար էլ այդ սպասելիքները մեծ էին, բայց հետո եկավ այդ լճացում, այսինքն կարծես թե հասկանում են, որ համենայն դեպս այն վիճակը չէր, ինչ որ նախկինում, բայց առաջընթաց չկա ու եւս մի կարևոր բան ասեմ ու վերջացնեմ այս հարցի հետ կապված։ Ընդհանրապես էմպիրիկ հետազոտությունները ցույց են տվել, որ եթե այդ համաթիվը 50-ից պակաս է, ապա կոռուպցիան հանդիսանում է լուրջ խնդիր տվյալ երկրի համար։ Ինչ է նշանակում լուրջ խնդիր, ընդհանրապես փորձագետների համակարգային խնդիր, չի ասի, դա լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա, համակարգային է թե ոչ, ես կասեի այն, որ այն ազդում է բացաբար իհարկե երկրի զարգացման վրա։ Այսինքն դա այնպիսի խնդիր է, որը եթե դու չես, որտեղ կոռուպցիա աշխարհի բոլոր երկրներում կա, այդպիսի բան չկա, որ այդպիսի երկիր չկա, բայց ասենք նույն Դանիայում կամ Նոր Զելանդիայում կամ Նորվեգիայում այդ խնդիրը կա, բայց դա չի ազդում երկրի զարգացման վրա, ընդհանուր այդ զարգացման վեկտորը չի աղավաղում, որտեղ որ 50-ից ցածր է, մենք չենք կարող ասել այդ ձեր հարցը, որ այսքան պայքարում են, այսքան քայլեր են ձեռնարկում, քաղաքական քայլեր, policy քայլեր ու ոչինչ, դա նշանակում է, որ այդ ազդեցությունը շատ ուժեղ է։ Պարոն Օգտանյան, ժողովրդավարական ներողություն բարեփոխումների որ հատվածում է, որ իշխանությունը սխալվում է, սայթակում է, որ այդ համաթիվը կամ կոռուպցիայի ընկալման այսպես ինդեքսը համաթիվը մարդկանց մոտ կոռուպցիայի ընկալումը չի փոխվում, որտեղ է իշխանությունը սխալ անում։ Գիտեք, որպեսզի սա արդեն շատ ավելի իրական խորը երևույթ է։ Ես միշտ ասել եմ, ու դա իմ միայն խոսքերը չեն, հակակոռուպցիոն քաղաքականությունը ինքը իրենով դա ավելի շուտ ածանցյալ է քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ նաեւ վարչական բարեփոխումների։ Այսինքն, եթե դու անում ես բարեփոխումներ, որպեսզի այդ ընթացքը ավելի արագանա, ավելի արդյունավետ լինեն այդ բարեփոխումները, դու պետք է նաեւ հատուկ ռազմավարություն մշակես կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ։ Բայց եթե այդ բարեփոխումները չես անում, դու կարող ես ամենափայլուն ռազմավարությունը մշակել, հակակոռուպցիոն ոչինչ չի տա, որտեղ ինչպես ես ասի, ընկալումները շատ ֆակտորներից են կախված, այդ թվում եւ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը, քաղաքական համակարգի նկատմամբ վստահությունը, գոհունակությունը, սոցիալական, տնտեսական տարվող քաղաքականություն։ Միայն էլեմենտար կաշառք տալու մասին չի խոսքը։ Իհարկե, եւ շատ խնդիրներ կան։ Երբ որ օրինակ նույն այս ես էլ տեսնում եք, ասենք հաշմանդամ վիճակում եմ ու երբ որ օրինակ հիմա պահանջում են ապրիլի 1-ից, որ մենք բոլորս կൂട്ടակային քարտեր ունենանք, թոշակառու եմ, շատ ավելի շարքային, այսինքն քաղաքացին, ոչ իմ նման փորձագետը դա կարող է կոռուպցիայի հետ կապել, որ ինչու համար դարվում է, որ հետո որտեվ հաշմանդամը, եթե որևէ մեկը չի գնում, չի օգնում իրեն, ոնց է գնալու եւ փողը հանելու կամ առևտուր անելու։ Կարող է միայնակ է դժգոհությունը եւս ուղղակի զուտ դժգոհությունը կոնվերտացնել, ու երբ որ ես անձամբ նախարարություն եմ, այո, սոցիալ այդ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն պատասխան չունեն։ Այդպես է, օրենքը այդպես է ասում, այսինքն այդպիսի պատասխանից հետո շարքային քաղաքացին անմիջապես կարող է կապել կոռուպցիայի հետ։ Ընդ որում նաև քաղաքական, թե ինչու այս ընկերոջը նշանակեցին նախարար։ Սա էլ կարող է լինել։ Այս ձևով խնդիրը արդեն այս ձևով հենց կխորանա։ Ձևավորվում է այդ ընկալումը։ Երբ որ դիտարկում եք պետական համակարգը,
հանրային կառավարման սեկտորը, հատկապես որ ոլորտներն են առավել ռիսկային եւ այսպես թիրախային եւ ռիսկային կոռուպցիայի տեսանկյունից։ Նախ ասեմ, որ համաթիվը դա չի ցույց տալիս, եղել է ժամանակին ուղղակի հիմա մեր միջազգային կազմը, գիտեք, մենք միջազգային կազմակերպության ներկայացուցիչն ենք Հայաստանում, Transparency International գիտահետազոտական այդ բաժինը հետազոտական իրենք անց էին կազմում տարիներով Gallup International-ի օգնությամբ հարցումներ կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի այդ հարցումներում դրվում էր այդ հարցը ըստ ձեզ նորից իհարկե ընկալում ասեմ որ այլ կերպ հնարավոր չի հարցերը բացահայտելու այդ այսպես ասենք շատ դժվար է չափելը դա համար ընկալումն են նայում Եվ դրան վերջին անգամ դժբախտաբար օրինակ Հայաստանում 16 թվականին է անցկացվել եւ 21 թվականից հետո աշխարհի ոչ մի երկրում չի անցկացվել 16 թվականի տվյալներով դա հարկային մաքսային ոլորտ ոստիկանություն դատական մարմիններ սրանք էին այն տարիներին հիմա ուրիշ լուրջ ուսումնասիրություն նո արվել է հենց այդ Կովկասյան կենտրոնը CRRC-ն է ռեսուրս կենտրոնը իրենք անցկացրին USAID-ի ծրագրով կար DEXIS այդ բարեփոխումների ծրագիրեր հենց հակակոռուպցիոն կոռուպցիայի կանխարգելման այդ բաղադրիչը լավացնելու ուղղված այդ նրանց ֆինանսավորմամբ եղավ եթե չեմ սխալվում 21 թվականին հիմնականում նույն իրավիճակն էր Լավ այդ դեպքում այդ համաթիվ հետազոտությունը, որ դուք հրապարակում եք, երբ կարդում եք պաշտոնյան, որ իսկապես ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ օրինակ, հա, ինչ հետևություններ պետք է անի, ինչ կողմնորոշիչներ կան իր համար այնտեղ, որպեսզի հիշում եք, երբ նախորդ տարի էր, թե սրանից 1 տարի, 2 տարի առաջ էր, երբ էլի հրապարակվեց ու նահանջ գրանցվեց այն ժամանակ, 2 կամ 3 կետով, եթե չեմ սխալվում, կառավարությունում նիստ եղավ, դուք գնացիք կառավարությունում ներկայացրեցիք համաթիվը, բացատրություններ ներկայացրեցիք եւ ինչ կողմնորոշիչներ այնտեղ կային կամ կան, որ պետական պաշտոնյան դրանից հետո վերցնի այդ կողմնորոշիչները եւ գնա փոփոխություններ իրականացնի։ Նու հիմնականում երբ որ այդ նիստի ժամանակ ավելի շատ ուզում էին հասկանալ դա ինչ բան է այդ համաթիվ ես բացատրեցի եւ այդ ես չգիտեմ արդյոք նրանք եկան եզրակացության որ եկեք այնպես անենք որ ընկալումը լավանա իսկ կոռուպցիայի դեմ լուրջ չպայքարենք, ով գիտի, կարող է եւ դա է եղել։ Բայց ասեմ այսպես, զուտ հիպոթետիկ, պաշտոնատար անձը, եթե իհարկե նա չի տառապում այն հիվանդության, որ մենք ճիշտ ենք, բոլորը մեր շուրջը սխալ են, որտեղ դա դժբախտաբար շատ եմ տեսել պետական եւ նախկինում եւ ներկայումս, որ այդ ամենը հերյուրանքներ են, դա սուտ է այդպես չի իրական մենք տեսեք փաստաթղթերն են ցույց տալիս տեսեք ինչպես են կատարում այդ ռազմավարության գործողությունների ծրագրի գործողությունները գերազանց եւ այլ մեծամասամբ կամ ամբողջովին ուրեմն արվում է բայց կա մի խնդիր որ այդիշտ երկու խնդիր մեկը իսկ ով ասաց որ դա են ակնկալում ձեզնից շարքային քաղաքացիները գործարարները Արդյոք դա են ակնկալում, թե այլ բան։ Եվ երկրորդ ես կասեմ երևի հիմնական խնդիրը, այդ ամենը ինչպես է կյանքի կոչվում։ Այսինքն ձևականորեն թղթի վրա դու ընդունեցիր օրենք, կամ օրենքի փոփոխություն, կամ կառավարության որոշում, շատ լավ հետո ընդունեցինք օրինակ շուտով այս արդեն նստաշրջանում ազգային ժողովի կամ մի շատ լավ օրենքի նախագիծ գնումների մասին օրենքում փոփոխությունների կատարումը փոփոխությունները որ ուզում են կատարել, որով էապես, իսկ ասեի արմատապես վերանայվում է եւ լավարկվում է, ինչպես չինովնիկերեն ասած, լավարկվում է շահերի բախման այդ խնդիրները գնումների համակարգում, որտեղ մինչև հիմա դա ծաղր էր։
ես դա ասել եմ վաղուցվանից, երբ որ այս ներկա օրենքը 2000 Ճիշտ եմ, հիշում որ խոսք նրան մասին, որ պաշտոնյաների այո, այսպես հարազատները չեն կարող մասնակցել այո, թվում է թե շատ լավ, իսկապես գնումներին։ համապատասխանեցում է հանրային ծառայության մասին օրենքում այդ շահերի բախման իրավիճակների կառավարման հետ, այդ դրույթներն են բավականին խիստ մտքեր են հայտնվում այնտեղ, այսպես ասած ամեն ինչ անում ենք ու գալիս ենք մեր հիմնական հարցին։ Իսկ մենք վստահ ենք, որ այդ ընկերությունը իսկապես փոխկապակցված է ինչ-որ մի պաշտոնյայի հետ։ Վերջիվերջո մեր ուղենիշը մնում է այդ իրական շահառուների այդ հայտարարումը, բացահայտում ենք մենք արդյոք իրական շահառուներին, երբ որ մենք նայում ենք այդ ռեգիստրը։ Այսինքն թղթաբանությունը կարող է ավելանալ, բայց իրավիճակը Այո, չփոխվել։ դա տարածված երևույթ է հետ հեղափոխական բոլոր երկրներում։ Մենք եթե մենք չենք ես ուրիշ բան եմ միշտ առաջարկել իրական շահառուների այդ ռեգիստրի համար ստեղծել իրական շահառուների։ Հետո այդպես գնալ մի 4-5 Մինչև հասնել իրական շահառու։ Իսկական իրական շահ, որտեվ այլ կերպ երբ որ ես նայում եմ այդ դժբախտություններից եմ նայելու այդ ռեգիստրը, մի քիչ անհավատալի է, երբ որ ժողովուրդը աչուձախ ասում է, որ սա էս ինչի ընկերություն է, բայց դա բացարձակապես չի երևում, եւ իմիջայլոց բարեբախտաբար միջազգային փորձագետներն են դրա մասին նշում այդ OECD-ին, տնտեսական համագործակցության եւ զարգացման անգլերեն OECD-ին, իրենց փորձագետներն էլ դա հստակ նշել են, որ իրական շահառուների բացահայտումը շատ, այսպես ասած, տխուր վիճակում է մեղմ ասած, այո, եւ չկա ընդհանրապես պատժում, դե բնական է, եթե դու այդպիսի իրական շահառուներն ես, ում պատժես։ Այնպես որ եթե տեսեք այդ ամբողջ հիանալի փաթեթը կարող է hedge լինել, կոպիտ ասած, իրականացման տեսանկյունից։ Իրականացման, որտեղ այդ ռեգիստրը չկա նորմալ ռեգիստր չունենք, հասկանալի է, չէ՞։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Civilnet տաղավարում ես զրուցեցի Վարուժան Հոկտանյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։